Բարև ձեզ Աստծո ժողովուրդ։ Բարև ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ։ Ամեն։ Նույնպես պատասխանում ենք հարցերին։ Հարցայցին է բարև ձեզ սիրելիներս, Տերը օրհնի ձեզ։ Խնդրում եմ կմեկնաբանեք Հովհաննես 19 գլուխ 25, 26, 27։ Շնորհակալություն։ 19 Հովհաննես 25, 26, 27։ Հովհաննես 19, 25, 26, 27։ Կարդամ, սիրելի հաստվող, տեսնենք ինչի մասին է ու սկսենք խոսալ դրա վրա։ Եվ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մոր քուրը, Մայրամը, Կղեոպայի կինը, եւ Մայրամ Մագդաղենացին։ Հիսուսն էլ տեսնելով իր մորը եւ այն աշակերտին, որ սիրում էր, որ մոտիկ կանգնած էր, իր մորն ասաց. «Ով կին, ահա քո որդի»։ Հետո ասաց աշակերտին. «Ահա քո մայրը»։ Եվ այն ժամանակից այն աշակերտը իրեն մոտ առավ նրան։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր հարց է, Տերը օրհնի ձեզ։ Տեսեք, ստեղ դուք ուշադրություն դարձրել եք, որ դուք տեսել եք կամ ձեր կյանքում, ես օրինակ չեմ տեսել, չեմ լսել, որ երկու քրոջ անուն լինի նույնը, Մայրամ։ Չեք տեսել, չէ՞։ Չէ, вообще կա տենց բան։ Չեմ լսել։ Երկու քույրիկի անուն, իմ երկու երեխեքի աղջիկների անունը ոնց որ նույնն է կոչեմ, էլի։ Չկա, ստեղ այս գրվածքը ապացուցում է, որ այս գիրքը հոգևոր է, սիրելի հաստվող։ Տեսեք, Հիսուսի խաչի մոտ կանգնած էր նրա մայրը, մոր անունը Մայրամ էր Հիսուսի, եւ նրա մոր քուրը, Մայրամը, Կղեոպայի կինը, եւ Մայրամ Մագդաղենացին, այսինքն 3 Մայրամ, 3-ն էլ Մայրամ էին կայնած, երկուսը քուր էին, մեկն էլ Մագդաղենացի Մայրամն էր։ Հենց ստեղ հոգևոր միտքն է սրա, ես ինձ թվում է դու դրանից ելնելով ես հարցը տվել, չէ՞, շատ հետաքրքիր հարց է, հա, ու շատերին հետաքրքիր է հարցը անպայման։ Մայրամ նշանակում է դառնություն, դառնացած։ Ինչի՞ց դառնություն, ինչի՞ց դառնացած։ Այս աշխարհի մեղքերից։ Հիշեք, Մայրամից ծնվեց Հիսուսը, մինչև դու դառնացած չնես այս աշխարհի մեղքերից, այս աշխարհի չարություններից, քեզնից Աստծո խոսքը չի ծնվի։ Դու չես ճանաչի Աստծո խոսքին։ Աստծո խոսքը սեր է, բարիություն է, արդարություն է, բայց աշխարհը ատելություն, չարություն, վատ բաներ են։ Մինչև դառնացած չնես այդ ատելության հանդեպ, քո մեջ սերը չի ծնվի, չի առաջանա։ Սա մեծ խորհուրդ է, հիշեք բոլոր տեսիրելի քուրս եւ եղբայրս։ Հիմա տեսեք, խաչի մոտ կանգնած էին 3 Մայրամ, 3-ն էլ դառնացած էին։ Դառնացած էին, որ այն արդարության խոսքը մահանում է խաչի վրա։ Հոգնած բեռնավորված էին, հասկանում եք, այս խորհրդապատկերն է։ Եվ խաչի վրա այս Հիսուսը գիտեր, որ ինքը հարություն է առնելու, իր նորից մարդկանց մեջ ապրելու հավատացյալների։ Հիսուսը գիտեր, որ մայրը չի հասկանում հիմի լացանում խաչի մոտ, բայց երբ որ հարություն առնի ինքը, մայրը կհասկանա, իր աչքերը կբացվի, եւ այս 3 Մայրամներն էլ կհասկանան Տիրոջը։ Եվ տեսեք, այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, դա Հովհաննեսն է։ Շատ տեղեր է նշվում այդ մասին, որ Հիսուսը շատ էր սիրում, որ Հիսուսը ընկած էր, Հիսուսի լանջանակով էր ընկած Հովհաննեսը, որին Հիսուսը շատ էր սիրում այդ աշակերտին։ Սենց բաներով է գրված, բայց Հովհաննեսի մասին է խոսքը։ Ինչի համար էր Հիսուսը շատ սիրում Հովհաննեսին։ Միթե Հովհաննեսը ին աչառություն էր անում։ Ինքը բոլորին հավասար էր սիրում, բայց ստեղ խոսքը, Աստվածային սիրո խոսքը Հովհաննեսին շատ է սիրում։ Ինչի համար, որտեղ Հովհաննես բնագրով թարգմանվում է Աստծո շնորհքը։ Եթե դու Աստծո շնորհքը ունես քո մեջ, Աստծո բարի գործերի մեջ ես, Աստծո շնորհքը ունես քո մեջ, խոսքը քեզ սիրում է, շատ է սիրում, բոլորից շատ է սիրում։ Խոսքը, որը Հիսուսն է, փրկության խոսքն է, Աստծո որդին է ինքը։ Ինքը քեզ շատ է սիրում։ Ուրեմն տեսեք, ստե ինչ դուրս եկավ։ Աստծո շնորհքն ու դառնությունը դարձան մեր ու տղա, ասենց ասած։ Ասեց ահա քո որդի։ Դառնացածը նաև ծնում է Հովհաննեսին, այսինքն Հովհաննեսին որդի է կոչում իրան։ Եթե այս աշխարհի հանդեպ դու դառնացած հոգնած բեռնավորված ես աշխարհի մեղքերի հանդեպ, դու քո որդին, քո պտուղը լինելու է Աստծո շնորհքը։ Հովհաննեսը որդի պտուղն է մարդու։ Մեր երեխեքը մեր պտուղներն են հոգևոր իմաստով։ Այսինքն մեր բարի գործերն են մեր պտուղները։
Համար ասեց դառնացած այս աշխարհից որ դառնացած է սա քո որդին։ Աստծո շնորհքի մեջ ապրի, Աստծո շնորհքի մեջ եղի։ Աստծո շնորհքին էլ ասեց քո մերը, ահա քո մերը, դառնացածն է քո մերը։ Դու պիտի դառնանաս աշխարհի հանդեպ, որ Աստծո շնորհքի մեջ, հոգու շնորհքի մեջ մնաս։ Հասկացա՞ր, չէ՞ միտքը սիրելի քուրս եւ եղբայրս։ Ահա քո որդին, ահա քո մայրը։ Այսինքն մեր մեջ Աստծո շնորհքը դառնացածից է ծնվում։ Դառնացածը դառնում է Աստծո շնորհքի արդյունքը, մայրը, սրանք ձուլվում են մեկը մյուսի հետ անմիջական կապ ունեն։ Մենք տեսնենք պետք է էլի աշխարհի մեղքերը, պետք է զգանք, որ այդ ուր է տանում այդ մեղքը մեզի։ Եթե տեսնում ենք, հրաժարվում ենք այդ մեղքից, Աստծո շնորհքի մեջ ենք մնում։ Իսկ ոնց պետք է հրաժարվեմ, մինչև չսիրեմ այդ մեղքը։ Եթե սիրեմ, ոնց կհրաժարվեմ։ Համար դառնացածա չի սիրեմ, որ դառնացածա։ Ես աշխարհի մեջ ծխելը թարգել եմ։ Հոգևոր չէի դեռ։ Ինչի համար թարգեցի, ինչ ինձի դրտեց իմ միջից, որ ես թարգեցի։ Ես ծխում էի տհաճ էր իմ համար։ Տհաճ հոտ էր գալի բերանիցս։ Վազելուց հետևում էի, չէի կարող վազեի։ Ես տեսա ծխելու արդյունքը, վատ արդյունքը, ու այդ ինձի դրտեց, որ ես էլ չծխեմ։ Իսկ եթե մարդիկ կան, որ ծխում են ու իրանց դուր է գալի, որովհետև չեն վազում շատ, որովհետև շատ ֆիզիկական չեն անում, թեկուզ անեն էլ մի խոսքով չի խանգարում իրանց։ Հասկանում եք, իրանք դառնացած չեն դրա հանդեպ, դրա համար չեն թողը։ Ես չեմ ասում ծխելը մեղքական մեղք չի, այդ մասին չի խոսքը։ Ընդհանրապես ամեն մի բան, մինչև դառնացած չնես, մինչև չճանաչես դա, դրա արդյունքը, դրա վնասը չիմանաս, չես հրաժարվի դրանից։ Դրա համար, եթե դու ուզում ես Աստծո շնորհքը ունենաս, քո մեջ Հովհաննեսը լինի Աստծո շնորհքը ասած, դու պետքա դառնացածից ծնվես, դու պետքա դառնանաս այս աշխարհի հանդեպ։ Եթե չդառնանաս Աստծո շնորհքը քո մեջ չի ապրի, ձևական, ցուցադրական պաշտամունքի ժամանակ միգուցե աղոտ կանելուց լացել լինես։ Միթե սրտանց sense երևա դրսից որ սրտանց ես աղոտ կանես, բայց եթե դառնացած չես դու, այդ քո լացն էլ, այդ քո աղոտներն էլ ոչ մի նշանակություն չեն ունենա։ Դու պետքա դառնանաս, նորից եմ ասում, մեղքի հանդեպ, որ վերածնվես, դառնությունից վերածնվես Աստծո շնորհքի մեջ մնալու հանդեպ։ Այս խորհրդապատկերն է, սիրելի հաստվող։ Սա նաև մեզ է վերաբերվում, սա նաև ամեն մի հավատացյալի է վերաբերվում։ Տեսեք, այս որոճալը, անցած անգամ ենք չէ՞ խոսում որոճալու մասին խոզի։ Որոճալը պետք է մանրացնենք, որ հասկանանք, որ հայտնություն ստանանք մենք։ Այս հայտնությունն է մեզի կյանք տալի։ Պողոս Առաքյալն ասում է Քրիստոսի հայտնությունով ես գրեցի ավետարանը։ Հայտնվեց իրան Քրիստոսը, որ ինքը գրեց հոգևորը, հասկացրեց, սովորացնում էր, քարոզում էր։ Եթե չհայտնվեր Քրիստոսը, մեր պատմության դասատուն գալիս էր կարդում էր պատմության դասը, ասում էր պատմեք, դու պատմի, դու չէիր կարող ավել բան խոսայիր, եթե գրված չէր այդ պատմության գրքի մեջ։ Այդ դասից դուրս չէիր կարող խոսայիր։ Թեմայից դուրս։ Ինչ գրված էր Սամվել վեպը, կարդում ես Սամվելի մասին, Գևորգ Մարզպետունի, մենակ էդ ես ասում, ուրիշ բան չես ասում դրանից դուրս։ Իսկ հոգևորը որոճալը անսահման տեզերք է բացում քո առաջ, սիրո տեզերք է բացում քո առաջ։ Ես սիրում եմ քեզ։ Ոնց ես սիրում դու ինձի, ես երեք սոված էի, դու մի կտոր հաշ չտվեցիր ինձի։ Ոնց ես սիրում դու ինձի, որ ես դեղի կարիք ունեի, քեզի խնդրեցի մի հատ ապտեկայից այս դեղը բերելի խմեմ, վատ եմ զգում ինձի։ Դու չբերեցիր այդ դեղը, ու ինչ սիրու մասին ես խոսում։ Ո՞վ Աստված ասում է, սիրո, ես էլ սիրում եմ, ո՞ր է քո սերը։ Հասկանում եք, պետքա որոճա սերը պետքա բազմացնես։ Այդ 10-րդը, որ ասում է պետքա 10 ինձի Աստված ասում, այս սրա մասին է հենց։ Պետքա բազմացնես 10 անգամ պետքա շատացնես այդ խոսքը, գործի դնես ու շատացնես այդ խոսքը։ Սա է սիրելի հաստատող, սիրելի քույրս եւ եղբայրս։ Այսքանով երևի նորից բավականանանք, հա, նորից ես ավելացնում եմ, եթե կիսատ, այսինքն նորից մի փոքր անհասկանալի հարց կլինի, եթե բան կլինի թող զանգել։ Զանգեք անպայման, գրեք անպայման, նորից եմ կրկնում ժամանակը ծախվառեք, այս թանկ ժամանակը երկրի վրա։ Ես 70-80 տարի որ մարդ ապրում է, շատ թանկ է այդ ժամանակը։ Գնեք այդ ժամանակը, այսինքն Աստծո անունի համար օգտագործեք։ Այսինքն հավիտենական կյանքի համար օգտագործեք։ Այսինքն ձեր օգուտի համար օգտագործեք։
չգիտեմ ոնց բան անեմ իրականում իրոք որ շատ կարևոր ու շատ պարտադիր են սրանք ես ամենը Աստված շատ օրհնի քեզ մոտեցավ ավարտին գրեք զանգեք նորից ենք ասում մնաք Աստծո խաղաղության մեջ ամեն Աստված ձեր հետ